Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատերն են փորձում հասկանալ, թե ով է հայը, բայց հայը դա միայն ազգանուն չէ, դա կեցվածք է, հոգու տաքություն, հողի հոտ, հյուրասիրության ժպիտ։ Մենք գնում ենք փնտրելու այն անտեսանելի թելը, որը հազարավոր տարիներ մեզ կապում է մեր նախնիների հետ։ Հայ լինելու գաղտնիքը միշտ էլ եղել է մեր հավատքի, մեր մշակույթի եւ մեր հոգու խորքում։ Որտեղ է ծնվում հայի կոդը։ Մեր հողի մեջ, մեր երգի, մեր աղոթքի, թե մեր ցավի։ Այսօր էլ մենք գնում ենք բացահայտելու այդ գաղտնի կոդը, որը մեզ տրված է հայ լինելու շնորհը։ Եվ այսօր իր տանդրներն է բացում մեր առաջ սիրված դերասան Հայկ Սարատիկյանը։ Բարև ձեզ, ես Դավիթ Շեկոյանն եմ եւ սա է հայի կոդը։ Կարոտը խեղդում է, բայց ֆինանսը չի որ չես գնում, հասկանում ես, որ գնացիր, պետք է այստեղ գործից դուրս գաս։ Չէ, բայց ինչ եք ասում, բան, հետո մեկ էլ մի 5 անգամ ասելուց հետո սկսում ես Կարային իմիջայլոց այդ ոտը ոչ թե տայն ուտելու, այլ տայն գլխներից։ Հերս ապարանցիա մերս գիրովականցի սենց արեց։ Է գիրովականցի գա մենա մաքուր հայերն են։ Կոստիկյանը կատաղած բռած է, ադես դասբա ծրիր էլի մարդը մեռավ ասելով։ Կայնավ դռների մեջ դերս, աղ քիթաս։ Ու մենք մեռանք։ Արայս բանա, ականջողա կախում էսյանն են։ Եդեմական դրախտավայր, այն կոչվում է Մայր Հայաստան։ Այդ վրազելով ես երկում, լավ երկում։ Ես շտապում եմ։ Ինչի՞։ Չգիտեմ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Մենք այժմ գտնվում ենք 222 Նորդ Վերդուգո փողոցում, որտեղ գործում է Կարսի լավաշը։ Մեր հայրենակիցները մեզ ասում են, որ Կարսի լավաշը շատ համեղ է եւ ունի յուրահատուկ համ, նույնիսկ մեծ հերթեր են գոյանում Կարսի լավաշը ձեռք բերելու համար։ Եվ մենք մեր ռեպորտաժում եկել ենք բացահայտելու ինչպես է պատրաստում Կարսի ավանդական լավաշը եւ ինչ համ ունի այն։ Դե ինչ գնացինք։ Ներողություն։ Բարև ձեզ։ 10 լավաշ կտակ։ Այո։ Այսպես միշտ խափելով առանց երբ լավաշ ենք վերցնում։ But I can see a frost in the memory. All this slipped away into a moment in time. 'Cause it was never mine. And I can see it's twisted in bed sheets. All you slipped away like a bottle of wine. 'Cause you were never mine. Արգանքներս։ Ոնց ես։ Լավ, մերսի։ Կարելի է։ Ուզում ես ներս գա։ Այո։ Ահա դե արի, լավ, ուզում ես արի։ Համեցեք, համեցի։ Եղածն է։ Որ պատմում է, չի ապրում։ Եղածն է։ Հայ ջան, Հաճախ։ հաճախ ես հյուրեր ընդունում ստեղ, քո տանը, քո օջախում։ Հաճախ ինչքան գալիս են ընդունում եմ։ Պատկերացրա։ Մի քիչ որ հեռու են Գլենդելից, ավելի ուշուշ են։ Ավելի, չէ, ոչ թե գալիս են ունում, ով կուզենա մնա, բարով մնա։ Մեծ տուն է, հարց չկա։ Չէ, ոչ թե մնալու հարցն է, այլ մարդիկ որ գալիս են, գիտես Ամերիկան ոնց է, զբաղված են։ Ամեն մեկը մյուս օրը գործի է։ Չգիտեմ, ուրիշ հարցեր ունեն, ասում են շուտ գանք, շուտ գնանք, բայց հիմնականում Շուտ գալիս են ու։ Հա, չէ, շուտ գալիս են, ուշ գնում են, բայց գնում են, չեն մնում մարդիկ, չես կարա մեղադրես, որտեղ մյուս օրը առավոտ գործի են, չհաշվեց որ ես էլ եմ գործի։ Հա, բնական է։ Բայց ընդհանուր, օրինակ, անցած շաբաթ օրը մեր եւ ձեր կողմից շատ սիրված մեր դերասաններն են մեզ հյուր եկել, իմ ծնունդի կապակցությամբ։ Հա։ Եկան, գին նստեցինք, ուրախ անցավ, լավ ժամանակ անցկացրինք, բայց էլի գնացին։ Հա։ Հա, շատ լավ է։ Գնացին որ հասնեն իրենց գործերին։
Գիտես ինձ ինչն է հետաքրքիր, դե դու հյուրասեր մարդ ես, հյուրընկալ մարդ ես, դրանում կասկած չկա, բոլորը գիտեն, իսկ դու սիրում ես ավելի շատ հյուր ընդունել, թե հյուր գնալ։ Քո համար որն է ավելի հանգիստ, սենց։ Անկեղծ որ ասեմ, դες չեմ մտածել դրա շուրջ, որ հրավիրում են մեծ հաճույքով գնում եմ, այսինքն այս ով է հրավիրում, էլի անկեղծ։ Չեմ կարող ասեմ, ով հրավիրում է գնում եմ։ Բայց հյուրեր եմ սիրում ընդունել։ Ասենք օրինակ, որ եկել ենք տեղափոխվել ենք Ամերիկա, հիմա դե Ամերիկայի կյանքը գիտես ոնց է։ Հայաստանի պես չի, որ նոր տարուն պարտադիր մեկից մեկը դու մեր տուներ գալի, հետո մենք պարտադիր ձեր տունը գայինք, սենց ինչ որ դե դա շատ լավ էր, ես շատ սիրում եմ այդ։ Ասենք Հայաստանում ես կոպիտ որ չհնչի, բայց ասեմ որ ասենք 2 հատ բուդ էի սարքում։ Չէր հերիքում մի հատ է, էլի։ Հա, ստեղ մի հատ է սարքում, կեսնել վերջում թափում ես։ Հա, դե մի 1000-ից մեկ շատ մոտիկ այդքան հարազատությունը չունեմ, ստե ընկերություն է եւ այլ գնան։ Հա, նա շատ հետաքրքիր բան ասացիր, այք օրինակ նոր տարվա հետ կապված ամանորի ստեղ բոլորս գիտենք, որ ամսի 25-ը Սուրբ Ծնունդն է, չէ՞ նշում։ Merry Christmas։ Հա, այդ Սուրբ Ծնունդը ամսի 6-ին է մեր հունվարի։ Այո, ստեղի ԱՄՆ-ի ոնց որ իրանց օրենքով, այո, այդ օրն են ավելի շատ նշում, նոր տարվան այդքան ուշադրություն չեն դարձնում, չէ՞։ Հա, սրանց նոր տարվա։ Քո օջախում, քո ընտանիքում, քո ոնց է այդ ավանդույթը դրված, որի վրա է ավելի ուշադրությունը։ Բնականաբար նոր տարու, ես օրինակ այս վերջի մի 4 տարին Քրիսմասին տանը չենք գնում, մենք ընտանիքով միտեղ փախնում ենք։ Գնում ենք։ Ես կինս երկու աղջիկներս հետ գնում ենք միտեղ, ասենք մի օր Վեգաս, մի անգամ, մի տարի Վեգաս, մի տարի գնացինք Սանտա Բարբարա, մյուս տարի Ֆրեզնո, չգիտեմ, սենց ինչ որ։ Հա։ Այդ օրը ուրիշ է։ Տնից դուրս է։ Տնից դուրս են գալիս, հա դե անկեղծ ասած այդ մեր տոնը չի։ Բայց քանի որ ապրում ես այս երկրում, ուրեմն պետք է իր բոլոր տոներն էլ ոչ աշխատանքային աստեղ այդ օրերին, ամեն մարդ իր ձևով։ Հա, հիմա վաղը չեմ իսորել Հալոուին է։ Հա։ Չես կարող չնշես։ Իմ երեխեն դուրը զանգը տալիս է, ոնց ասես, չէ, կոնֆետ չեմ տալիս քեզ։ Հա, այստեղ տենց ընդունված է, չէ, որ Աբա մենք ոնց ենք ասում ջանգյուլում, չէ, ինչ որ Հա, ջանգյուլում, որ ջանգյուլում էին երգում, բացում էին ինչ որ գումար էին տալիս, կոնֆետ էին տալիս։ Կոնֆետ քաղցրեղ են։ Հա։ Ստել բանը շոկոլադ։ Թակոթրի են ասում, ինչ են ասում, դա ինչ որ բան են ասում, չեմ իմանում ակերս։ Ես գիտեմ որ շոկոլադ են տալիս։ Կոնֆետ, քաղցրեղ են։ Շոկոլադ կարող չեն, շուշա կոնֆետ էլ լինի, կոնֆետ է։ Կոնֆետ է։ Մեր ստեղ ինչ տեղափոխվել եմ արդեն 4-րդ, հա, 5-րդն է այսի արդեն, 5-րդ Հալոուինը պետք է լինի։ Մեր տունը պարտադիր սենց 2 հատ սենց մեծ վազա։ Ու երեխեքը բաժանում են հետի։ Հա, գալիս են այսքան երեխուց։ Դու էլ այդ ձևով եք էլի սենց նշում Հալոուինը, երեխեքին կոնֆետ բաժանում։ Հա, տարբերակ չունես, գալի դուրը ծեծում են քիչ։ Դու էլ հայ ես, հայ հյուրասեր տեսակն ես ու չես կարող ասել որ մեր դուրը փակե ձեր առաջ էլի էս այն։ Հա, կարաս լույսը տանջատես գնաս տունդ գնում օրինակ մեր դեմի արևանը լույսը անջատում է դուր, ոչ մեկին չի դունում։ Հայ է։ Չէ։ Հա, դա նորմալ է, որ հայ է, այ չէ ուրեմն։ Բայց իրանց նման մեքսիկներ լիքը կան, որ նրանց են նշում այդ Հալոուինը, որ բերան բաց է մնում։ Հա։ Չէ, ստե շատ շուկով են պատրաստվում այդ արարության, այնպես որ Իշքաներ ուզենաս անտարբեր ասնես, որ մեկ ասում ես տների մոտով, մեկը դրագոնի բերանը ծուխա դուս կալ ընգնավորում ես, որ ասես հիմար են ինչ են ասում։ Արի անցնենք այդ թեման, այջան, քանի որ մենք հայ ենք, մեր այս հաղորդումն էլ ավելի հայկական արմատներին, մեր հայ կոդին վերաբերվող հաղորդում է։ Քաղցրեղենից խոսեցիր, սիրով մեր հովանավորը Կարսի լավաշը շատ համեղ գաթա են պատրաստում, բացի լավաշից, խմորեղենն է շատ համեղ գաթա են պատրաստում։ Այսինքն Կարս բեյքերի է։ Նա իր անվանումը Կարս բեյքերի։ Այո, բայց իր անվանումը Կարսի լավաշ է, եթե նայենք լավաշի անունն է երևի։ Այո, Կարսի լավաշ։ Հա։ Այդպես է կոչվում բեյքերին։ Մի խոսքով Գարսիա։ Կարսիա։ Կարս։ Հա, սիրով այջան։ Ոնց որ ես ձեր օջախում եմ, բայց ես քեզ հյուրասիրեմ։ Այո, դառնա վերցրի վախեցա խիղճ։ Չէ, դնում եմ տեղ։ Սիրունը սաբսեի մեջ տեղավորենք, մեր
հայկական ավանդական են համեղ գաթան, հա, որ կուզեմ փորձես, եթե չես փորձել, եթե չեմ փորձել, մենք կողմի վրա, շնորհակալ եմ։ Մենք փորձենք այս համեղ գաթան կտրել, որը որ մեր մոտ չի ստացվում։ Լավ է ստացվում, այլ։ Դուրին զնգեր ջան, տանջվելու բան չկա։ Թող, այնքան փափուկ, այնքան համով է, որ համար կդրել է պետք իմանալ։ Այ, տղամարդիկ ֆիլմի մեջ ես ասում, այ։ Սար ոնց կդրել։ Բայց ես կանը քեզ չեմ տա շատ։ Այդ քո համար է, դա իմ համար չես կդրել։ Արի կիսվեն գրավ։ Սար, ոնց են կդրել։ Խորովածի մի։ Բա մեր օպերատորին չենք տարել։ Լավ, հետը։ Մորթեցինք մեր։ Ինչու եք բայց մորթը, հա։ Լավ է, սիրուն կդրել եմ։ Գաթան։ Լավ, փորձենք, հետո արդեն Լավ է։ փորձես Գնացած ճախք։ Փորձենք մեր։ Հայկական ավանդական գաթան։ Հիմա հերոստատիտորները կասեն այդ ջանիդ ու ուր ես էտուն այդ գաթեն։ Լավ ման մտում եմ։ Հայ ջան, նայ։ Ասեցիր, որ սիրում ես նոր տարին, բայց մեր հայերիս մոտ մենք ավելի շատ պատրաստում ենք նոր տարվան, չէ, նոր տարուց հետո այնց անհապեր սպասում ենք հունվարի 6-ին, երբ որ արդեն փոքր զատիկը, չէ, փոքր զատկի տոնն է հունվարի 6-ին, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը։ Քրիստոս ծնվավ եւ հայտնեցավ։ Մեզ ձեզ մեծ ավետիս։ Այո։ Ոնց եք նշում այդ տոնը։ Ինչ ոնց որ Հայաստանում եք նշում, նույնիսկ այստեղ եք շարունակում, թե մի փոքր չէ, տարբերություն ես չեմ տեսնում, դաժե նույնիսկ դաժե ներողություն դաժե բառի համար, նույնիսկ եղել է դեպքեր, որ ես գործի տեղը ասել եմ անգլերենով, հա? Ասել ես այսօր չեմ անում։ Հա, ասել եմ անգլերենով, ասել եմ today holiday, ասել եմ ինչ holiday, ասում today My National Christmas հասկացար իմ ջարդախորդ անգլերենով ոնց բանասում դե հա մեր մոտ տենց է առաքելական եկեղեցում ամսի 6-ին է Քրիսմասը դեր 25-ին 26-ին չի 24-25-ին ճիշտ բայց ես հիմնականում կենտրոնանում եմ նոր տարվա վրա մեկ էլ հին տոմարով նոր տարվա վրա հին տոմարով նոր տարին իմ կյանքի հետ կապված շատ մեծ նշանակություն ունի։ Հունվարի 13։ Հունվարի 13, այո։ Այդ օրն եմ ծանոթացել կնոջս հետ։ Ու մենք ամեն ամիս, ոչ թե ամեն տարի, ամեն ամիս, ամսի 13-ը մեր օրն է։ Մենք նշում ենք։ Մի փոքր հասկացա, բայց ամեն ամիս նշելու պահն է մի փոքր անհասկանալի։ Ամսի 13-ը մեր օրն է։ Այո, ամեն ամսվա։ Ամեն ամսվա 13-ը։ Այդ օրը Կինը ստանում է ծաղիկներ նվեր։ Հա, քեզնից։ Այո։ Հա, բակավա։ Ու մենք ինչ որ մի ձևով նշում ենք, կամ դուրս են գալ միտեղ, կամ մի հատ համով բան ենք սարքում տունը, այնց մի բաժակ էլ խմում ենք, ասում ենք շնորհավոր մեր 13-ը։ Հա։ Ու դա դառնում է օրինակ 17 տարի 2 ամիս, 17 տարի 3 ամիս, տենց հերթով, տենց ամեն ամիս նշելով գնաց։ 27 տարի 10 ամիս։ Հա, 27 տարի 10 ամիս։ Հա։ Դե դա չէ։ Դրա շուկանը 13-ը 27 տարվա մեջ։ Չէ, միանշանակ համաձայն եմ, բայց արդեն հունվարի 13-ը Հունվարի 13-ը գլոբալ ենք նշում։ Այսինքն այդ օրն եք ծանոթացել։ Հա, հենց այդ օրն ենք ծանոթացել։ Ու ամեն ամսի 13-ին սկզբից ես այտենց ասում մեր 13-ն է այսօր արի նշենք հետո այտենց դարավ խասյատ հետաքրքիր է առաջին ով լսում է այդ ռեակցիան է տալիս բայց դե մերն էլ այտենց է հա չէ շատ լավ է ասել է ռուսը каждый по-своему с ума сходит Համաձայն եմ։ Հայ ջան, ինչի համար եմ ասում նշելու այդ արարողությունը, որտեվ նայ, մենք եթե ապրեինք Հայաստանում, մենք շրջապատված ենք Հայաստանում մեր ծնողներով, բարեկամներով, ընկերներով, եղբայր, քուր, հարազատություն, ասենց ասած, ու այդ տոնը նշելը դառնում է ավելի տոնական ու ավելի հետաքրքիր, բայց քանի որ ստեղ ոնց որ կտրված ենք
Համաձայն եմ ասում, հարազատությունից մի փոքր ուրիշ ձև անցնում, էլի։ Թե նոր տարին համաձայն չես, թե բնականաբար, Դավիթ ջան, նայ որ մեծախոսություն չլինի, բայց ասենք կարող է ասենք ես Գլենդելում եի ապրում, իմ քուրը, ճիշտ է, դվայարոդնի քուրը ապրում էր Հոլիվուդում կամ Նորթ Հոլիվուդում, որ տարբերությունը շատ մեծ չի, բայց կարող է տարին մի կամ երկու անգամ իրար տեսնենք, որտեղ երկուսս էլ աշխատում ենք, որտեղ երկուսս էլ մեր խնդիրների մեջ ենք խեղդված կյանքը, չես կարող ոչ մի բան ասես, ոչ մեկին չես կարող մեղադրես, բայց ցավալի է, բայց փաստա, տենց է, հիմա ուրիշ տարբերակ չունենք։ Չէ, դե նորմալ է այս երկրի համար, կարծում եմ սկզբի համար է մի քիչ անսովոր, բայց երբ որ գալիս ես արդեն սկսում ես ապրել, սկսում ես նորմալ չի, բայց փաստա։ Այնքան փաստա, որ արդեն նորմալ է։ Հա, այդ առումով ցավալի է, բայց փաստա է, մի ուրիշ տարբերակ չունենք։ Իսկ օրինակ ես քաղաքում որ ապրում ես, դե կտրված է, չասեմ շատ հեռու, բայց հեռու է Գլենդելից, այն հայկական համայնքից, Հոլիվուդից եւ այլն, այստեղ հայկական համայնքը, հայերը շատ են, շփվում ես հայերի հետ։ Չէ, շատ հայեր չկան այստեղ, համենայնիվս ես չեմ ճանաչում շատ հայերի։ Նման էս պատահական հանդիպում ենք խանութներում, բանում, վայ, բարև ձեզ, դե ճանաչում են ասում, բարև ձեզ, բնականաբար նորմալ շնորհքով։ Բայց որ ասենք այտենց գնալ, գալ, հարևանություն ոնց որ ասում են։ Չէ, այտենց չունեմ ծանոթներ։ Մենակ մի ընկեր ունեմ, որ համ ստեղ տուն ունի, համ Սանլանդում է տունը։ Իր հետ կապ կա, ընկերություն ենք անում։ Բայց ընդհանուր Նես չի որ մենք կտրված ենք Գլենդել կամ այդ հայկական համայնքից, որովհետև շաբաթական գոնե մի օր իջնում ենք Գլենդել, որ ասենք կնոջս տնողները Գլենդել են ապրում, բնականաբար այցելում ենք եւ այլն։ Կարող է շաբաթը 2 օր, 3 օր անի անգամ պետք է։ Բայց այս քաղաքում ես նկատում եմ, այս քաղաքում չկա, այտենց հայ համայնք, հայկական ինչ-որ ընկերություն, ծանոթություն չունեմ։ Հայ ջան, մի հատ շատ տենց բարդ հարց եմ տալու, թե զգացմունքային, թե ընդհանրապես, բոլորիս մոտ այդ կարոտ հասկացողությունը կա ու գիտեմ, որ եղբայրներդ հարազատությունդ Հայաստանում են մնացած, տեղ ոնց ես դիմանում կարոտին ու ինչ հաճախականությամբ ես շփվում եղբայրներիդ, ընտանիքիդ։ Անկեղծ ասած, ընտանիքիցս կոնկրետ իմ ընտանիքից ծնողներս չկան ցավոք, երկուսն են մահացել են, բայց եղբայրներս ընտանիքներով հանդերձ ընդեղ են, մորաքրոջ երեխեք ունեմ, օրեղբայր ունեմ, օրեղբայր երեխեք ունեմ, կապը պահում ենք, իսկ անձամբ շփվել է, վերջինը եղել է 18 թվին, դրանից հետո չեմ եղել Հայաստանում, կարոտը խեղդում է, բայց դե Ինչ արած։ Ինչ արած այո։ Մենակ բանը չի, ֆինանսը չի, որ չես գնում, հասկանում ես, որ գնացիր, պետք է ստեղ գործից դուրս գաս։ Դեսա գործերը թողես որ գնաս։ Միանշոտ չէ 10 օր չես գնալու, էլի մի ամիս գոնե։ Լավ 20 օր թողնի, մի ամիս թող չեն 20 օր լինի։ 20 օր ստեղ որտեղ չաշխատես, ասես ես այդպես հայրենիքս հետ կամ ասեն հա շատ շնորհակալություն։ Գնում ես դե գնա այո բջանովա քեզ բռնե։ Հետո արենգի տազա գործ գտի։ Չէ, դժվարություն կա միանշանակ, բայց ամեն դեպքում մտադրություն ունես գնալու։ Մտադրություն ամեն օր ունեմ։ Ամեն օր ունեմ մտադրություն։ Մտադրություն ունեի ընդհանրապես ես դեկտեմբերին գնայի, բայց նոր տարվան։ Չէ, անկեղծ ասած նոր տարվա համար չէի գնում։ Մամայս մահվան 10 տարին էր լռանում, ուզում էի այնտեղ լինեի։ Ուղղակի ոնց գցում բռնում եմ, չեմ կարող հարմարացնել, տեղավորվեմ ժամանակի մեջ։ Ոչ այնա մի շաբաթով գնաս, ոչ էլ այնա։ Մի շաբաթվա 3 օրը մենակ ճանապարհներն ես
ծախսելու։ Այդտեղ տակը 3 օր մնաց, մինչև մի օր էլ քնես, չէ։ Հայ ջան, հասկացա, իսկ ընդհանրապես նայ, մենք բոլորս էլ ունենք մեր այն իդեալը, հայի տեսակը, որ թե մեր հերոսների մեջ կան տենց մարդիկ, թե մշակույթային հերոսների մեջ կան տենց մարդիկ, ով է քո համար այն արի ընտրենք Հայաստանում չապրող մարդկանց, որտեղ Հայաստանում ապրողների մոտ մի փոքր ուրիշ է, իսկ օտար հողի վրա մենք ապրում ենք, հասկանում ենք, օտար հողի վրա հերոս լինել իր դժվար է ու որն է քո համար այդ հայի իդեալը, որ ապրել է օտար հողում, ոչ Հայաստանում։ Մի քիչ դժվարանում եմ ասեմ, անկեղծ։ Դժվարանում եմ ասեմ, որ օտար հողում ապրող ու երևի թե Շարլ Ազնավուրն է մարմնավորում այտենց մեկը, հա, որին ես անձամբ չեմ ճանաչել, դրա համար սուտ կլինի, որ ասեմ իմ իդեալն է, բայց որպես մարմնավորում, որ ապրել է օտարության մեջ, ստեղծագործել է օտարության մեջ, արվեստի գծով բնագավառումի նկատմամբ, բայց միշտ մտածել է իր հայրենիքի համար, իմ կարծիքով Շարլ Ազնավուրն է, այտենց ուրիշ մեկին չեմ կարում իմ այս պահին։ Դե ամեն դեպքում Հայաստանի ազգային հերոս, բնականաբար իդեալ բոլորիս համար։ Նրա արածների մասին ինչքան էլ խոսած խոսար տեղ կա, բայց ցավոք անձամբ չեմ ճանաչում։ Չեմ ճանաչել ավելի ճիշտ։ Շատ լավ հասկացա։ Հայ ջան, իսկ նայ, ընդհանրապես, քանի որ մենք հյուրասեր ազգ ենք, մեր հայերի մասին շատ են, չէ՞, տենց խոսում, որ վայ հայերը շատ հյուրասեր են, ու այդ տենց էլ կա, մեր հայի կոդի մեջ է դա մտնում, հայի հյուրասիրությունը, հյուրընկալությունը, իսկ կա մի ճաշատեսակ, որ քո համար ամենայն ցանկալին է, որ երբ որ դու հյուր ես գնում, ասում ես տենասեսիկ սարքեն օրինակի համար կամ որ գալիս են հոտուն ասում են հաստատ ես եմ պատրաստելու էլի ես իմ ձեռքով ես եմ պատրաստելու Այդ երկու տարբեր բաներ են ասեմ քեզ շատ լավ Իմ ամենասիրած ուտեստը չասեմ ճաշատեսակ բայց ուտեստը դա բլինչիկն է նոր տարվա հետ կապված միշտ չէ Ես նոր տարի շատ է դրա համար եմ սիրում բլինչիկի համար Ասեմ որ կինոս շատ լավ է սարքում բլինչիկը, այդ լիստերը շատ բարակ նուրբ սարքում է, ու որ սարքելուց արում ասում կինիկ մի 120-ած սարքի էլի։ Ասում ախր դա մարդ չգա, արես մարդ գա չգա, ես կուտեմ էլի գա ինչ գործն է։ Ես կապով եմ, ես կսպառեմ։ Ասենք Հայաստանում ում դու որ գնում ենք աղբերներից տուն բան, սա գիտեն, Հայկը բլինչիկ է սիրում, մի րոպե։ Ասենք բերում էին բլինչիկը, մի հատ ամանով դնում էին իմ դեմը, հետո նոր մնացածի համար։ Էլ չէին ասում, չէ, էսի մեր բլինչիկն է ավանդական փորձի այդան, որ դու պետքա փորձես այդ պարտադիրել։ Չէ։ Բլինչիկն է, իսկ ես սիրում եմ սարքել, որ իմ ձեռով եմ սարքում, վրացական օստրի։ Չգիտեմ կերել ես թե չէ։ Չէ։ Կարող է կերել եմ, չգիտեմ։ Տավարի մսով է սարքվում, օստրիա կոչվում։ Կծու է։ Հա, ինքը մի քիչ կծու է։ Տոմատով, վրացական կծու, տենց հա, ճաշատեսակի համար։ օստրի հենց այդպես են ասում, գիտեմ։ Ես ամենադեպս այդ կերել եմ Հայաստանում կենացվալ ռեստորանում, ընդերից գիտեմ, հետո եկանք տուն, կնոջ ասի ես իրանից լավ կսարքեմ, ասեց ոնց, ասի դե կսարքեմ կտենա սարքել, չես կականից կսարկած ավելի լավն է։ Դե դերասանի պատրաստած ուրիշ է, էլի։ Չէ, ասենք ես մի իշխանոցի սերուն եմ, դրա համար։ Հա, ես գիտեմ, որ դու Հայաստանում լամաջուանոց ես աշխատացրել, լամաջու ես պատրաստել։ Ամեն ինչ էլ արել ենք։ Իսկ որն այն, որ դու գնում ես ու մտածում, այսինքն հա, բլինչիկի համար է թանավերս, որ գնում եմ բլինչիկ ուզեմ միշտ ուտեմ։ Բլինչիկը շատ է սիրում եմ մեր տան բլինչիկը անկեղծ ասած, որ միսը շատ է խմորը քիչ։ Դու տեղի հետ բլինչիկի ես գաթայի հաստության խմորն է ճիլնում։ Վերջը։ Ընդհանրապես ես ասեմ անկեղծ, ես սեղանից ամաչող չեմ։ Ու էդի գտնում եմ, որ ամենաճիշտ բանն է, եթե ուզում ես ուտես կեր, իհարկե չափի մեջ։ Հա, էլի լփրիկ չուրը, բայց եթե ուզում ես ուտես, չէ, վայ, չեք ասում բան, հետո մեկ էլ մի 5 անգամ ասելուց հետո սկսում ես
տաշել, ասում հո, ապեր, լավ է, էլի կամ։ Այդպես մի անեկդոտ կա, չէ՞, որ ասում եմ Սակեր, պատարակակեր, իմ նման է շիկեր, որ քեզ ասեց հացկեր։ Այ, հասկացա։ Չէ, այդ առումով սիրում եմ ուտել խմել հանգիստ, հավեսով, երթմանավանդ լավ շրջապատ է։ Այդ ամենակարևորը։ Այո, համաձայն եմ։ Հայ ջան, սենց ասեմ, շատ գեղեցիկ բակ ունես, որ Այո։ սկսեցինք նկարումները, տեսանք, ցույց տվեցիր։ Կուզեմ մի փոքր այնտեղ նստենք, այնտեղ զրուցենք, ավելի մի փոքր արդեն Ոչ մի խնդիր։ ուրիշ թեմաներից։ Ոչ մի խնդիր։ Այ ջան, գիտես ինչն եմ սիրում, որպես դերասան մենք իրար հետ վաղուց ենք շփվում, ճանաչում, ես գիտեմ, որ դու շատ հումորով մարդ ես ու շատ լավ պատմություններ ունես հումորային ու նմանակումներ ես շատ անում ու արել ես ժամանակին ու այս վերջերս նկար անեցիք նմանակները հեռուստասերիալը, որը որ դեռ չի ցուցադրվել, բայց շուտով կցուցադրվի։ Հա, շուտով կլինի, եթե կհիշես ինչ-որ բաներ, որ տեղի ա ունեցել այդ ընթացքում, այդ խմբի հետ, որտեղ հրաշալի խումբ է, բոլորն էլ հումորով մարդիկ են։ Կոնկրետ այդ խմբի հետ չի եղել, հիմա հենց ասի նմանակումներ, բան հիշեցի մի հատ։ Գնացել ենք Մարտունու Ծակքար գյուղը, Վերուսանով էինք, մեր ներքին գործերի նախարարության խմբով էինք հայք համույթով, ուրեմն Քաչալ ոզնիներ, ուրեմն երկու տեսակի աֆիշա, պաստառներ էինք տպել, մեկը Արմեն Խոստիկյանը եւ հայք համույթը, որտեղ մի քանի անգամ Արմեն Միսակիչը մեր հետ եկել էր, տարել ենք իր մեր հետ ելույթների, հա։ Հիմա այն մյուս մեկն էլ ուղղակի հայք համույթ էր գրած։ Հիմա այդ պաստառներից այն հայք համույթինից չէր մնացել, այն Արմեն Խոստիկյան եւ հայք համույթ, էդի տվեցին կուլտուրայի տան դիրեկտորին, ասեցինք դիր, բայց այն վերևի Արմեն Խոստիկյանի պահը կկտրես, որտեղ մարդու մերը չի։ Ասեցելով։ Գնացել ենք, հիմա այդ կուլտուրայի տան դիմաց լիքը ժողովուրդ։ Sold out է։ Ասում տոմսերը ծախվել, ասում է, հələ բար տոմս չեն առել, բայց եսա կառնեմ։ Մեկը որ աֆիշը չտեսա գրած Արմեն Խոստիկյան եւ հայք համույթ։ Ասում դու հիմար չես, ինչի՞ չես փոքես Արմեն Խոստիկյանը։ Ասում որ փոքե մոր չէր գա։ Ասում հիմար, բայց մի Արմեն Խոստիկյանի որտեղից է բերել։ Որ եկել են։ Հապերս մասեք բանա։ Քյավար վատացավ հետ տարան։ Ասում հիմար չես, ես դες բան չեմ ասել։ Ասես դու քո ժողովրդին էլ դից ասա, ես չեմ ասի։ Վերջը չգիտեմ ինքը ինչ էր խոսած, սրանք էլ ժողովուրդը, ժողովուրդյան դու ժողովուրդ, տվին սա դռները ջարդին ու լցվաններ, ոչ տոմս առան, ոչ ոչին բան։ Բայց դասվել են, չես կարող դե ելույթ չունենաս, որտեղ հաստատ հետո ընդեից ուղիղ կտեղափոխեն բան։ Հայք համույթով դու էիր Սեպուհ Ապիկյան, Վարդանը Մկրտչյան, հա, երաժիշտները այդ անգամ հետներս չեն, փոքր խմբով էինք։ Հա, վերջը, դե բնականաբար պետք է սկսենք ծրագիրը, մարդիկ նստած սպասում են։ Ինչ ենք անելու։ Հիմա որ ես առաջին աստեղ եք, սպասեք ես դուրս գամ։ Ես դուրս եկա, այդ նմանակումներ արի Խոստիկյանի ձայնով, բան, սկզբից հենց Խոստիկյանով սկսեցի։ Վերջը ինչ գլուխը ցավացնում, շատ լավ անցավ համերգը, սաղ, ջերմ, ընդունեցին եւ այլ եւ այլ եւ այլ, վերջում ավարտեց ծրագիրը, մեկ էլ եկավ մի հատ մարտունեցի, տավարի ոտը, ասենք, այս բուդը միջև կոճղը, բայց միսը վրից լրիվ քերթած չէր, ասենց մի քիչ մնացած ու գորովի արած։ Պատկերացնում ես, այսքան ոտ էր մի հատ։ Վերեց ասաց, այսի մեր վարպետի մոր ենք պատրաստել, բայց քեզ խոլը լորկեր։ Ասաց ես ու մարդակեր չեմ էսի տալիս ես ձեռս ինչ անեմ։ Քիչ չկդրվի։ Խոստիկյանի համար էր բերել։ Ասում ես բերեն ենք մեր վարպետի մոր, բայց վեր ինքը վատացերա գնացերա դուք էր։ Խոլը լա քեզ, ասի դուր։ Վերջի լավ կերան խմեցինք ասեմ։ Տեղը ուրիշ սեղանը բերեցին մարդիկ լավ հյուրասիրեցին, բան չեմ կարող ասեմ։
Առանց տոմսեր, բայց լավ էր։ Հա, դե հիմի Դե տես հայ հյուրասիրությունը ամեն տեղ է, հայ ջան։ Հա, իհարկե։ Ցանկացած ձևի մեջ կա, էլի։ Կարային իմիջայլոց այդ ոտը ոչ թե տայն ուտելու, այլ տայն գլխներից։ Հա, որտեվ Արմեն խոսում։ Դե իհարկե, մարդու խափում ես, դա ինչքանով է ճիշտ։ Հա։ Սա կյանքս զզվել եմ այդպես բանից, երբ որ մեկի անունը գրում են աֆիշի վրա ու չկա այդ մարդը։ Հիմա տես բաներ լինում է, չէ՞ որ կանչում են, բայց չի գալի։ Հետո համերգի տոմսերը ծախում։ Բայց չի ստացվում Հա, դե այդ տեղի չէ։ ժուլիկություն է, էլի։ Հա։ Իսկ Արմեն Խոստիկյանի նմանակումը, որ ասացիր, որ գիտեմ, որ քո մոտ լավ է ստացվում, մի քանիսը կարող ես անես, այ ջան, խնդրեմ։ Այս հայկական էս համով մասն է, էլի մեր։ Միսակիչենց տուն գնացինք մի օր ես ու Սեպուհը, դե Միսակիչը Սեպուհի մորքուրի մարդն է։ Հա, տես ես չգիտեի, հետաքրքիր։ Հարազատ մորքուրը չի, բայց կարծեմ երկու քրոջ երեխեք են Սեպուհի մաման ու Աղունտյան։ Գնացինք մեր ունենց ուղակի իրանց տուն Հա, գնացել ենք ագրած հենց համերգների համար որ խոսայինք, որ տանենք, հա, մեր հետ հրավիրեն գնանք ելույթների։ Մեկ էլ էս Միսակիչի զոքանչը շատ տարեց կին է, շատ մեծ կին էր։ Միսակիչն էլ են ժամանակ արդեն փոքր չէր։ Ինքն էլ աղբար էր, նորեգով էր։ Մեկ էլ դեսեպուին ճանաչում էր, ֆրատ ինձ ասեց. «Այդ դեղած դու փնիկ որ դեղացի ես»։ Դե մեծ կինը արդեն մասի։ Հա, ասեցի հայրս նոյեմբերյանից է, հայրս Մշեցի է, մայրական կողմս։ Այո, Մշեցիք ամենամաքուր հայերն են։ Անցավ մի 5 րոպե, նորից մեկ էլ ֆրած ինձ ասեց. «Այդ դեղած չես դու փնիկ որ դեղացի ես»։ Լավ, երևի մոռացա, մեծ կնիկ է, էլի։ Ասեցի հայրս նոյեմբերյանից է, մայրս Մշեցի է արմատներով։ Այո, նոյեմբերյանցիք ամենամաքուր հայերն են։ Այս անգամ նոյեմբերյանցիք ամենամաքուր հայերը տանը։ Չանցած 5 րոպե մեկի նորից ասեց. «Այդ դեղած դու վերջի չսիր դու փնիկ որ դեղացի ես»։ Հերոսի ձեռ առնում ես պարանանցիա, գիտես։ Ասի հերս ապարանցիա մերս գիրովականցի սենց արեց։ Այդ գիրովականցիք ամենամաքուր հայերն են։ Անցավ մի 5 րոպե նորից «Այդ դեղած դու վերջի չսիր դու փնիկ որ դեղացի ես» Խոստիկյանը կատաղած բռնեց։ Ադես դասբացարին էլի մարդը մեռավ ասելով։ Աման հարցերեն եմ։ Իրական բաներ կյանքից։ Շատ լավն է։ Նիսակիչը вообще շատ հետաքրքիր մարդ է, շատ։ Ափսոս էս այդ վերջի տարիներին մի քիչ հիշողության հետ խնդիրներ ուներ բան, բայց ինքը որպես մարդ շատ մաքուր, նենց անկեղծ, ազնիվ մարդ էր շատ։ Հայ, գիտես ինչն եմ հիշում, որ Գևորգի Դոդոսյան Գևորգի շատ էլի ջերմ ընկերական հարաբերություններ ես ունեցել, շատ մտերիմ ես, ու շատ պատմություններ կա իր հետ կապված։ Մի փոքր եթե հիշում ես, բան պատմես։ Գևորգի հետ ախր Գևորգի հետ եղածներն այս բաները, որ դիվիո պատմելու բաներ չի։ Ոչ թե ասենք այնց ահավոր բան արա, ուղղակի մի օր թատրոնում նստած ներկայացումից հետո էր նոր տարվա օրերն էր կարծեմ բան, այտենց մի քիչ քեֆովցած էինք։ Իրար հետ չգիտես ոնց մենք ուսանող, դե ինքը մեր դասախոսն էր։ Իջանք մտանք Ռասիայի մետրո։ Զորավար Անդրանիկ հիմա որ Զորավար Անդրանիկ Ռասիայի մետրոն, էլի։ Հա, Ռասիայի մետրոն, էլի։ Զորավար Անդրանիկը։ Հա, մտանք ընդ մեկ էլ եկանք ես ու Սեպը մտանք։ Ես Սեպը Վարդանն ենք էլի։ Մեր թայֆեն էր, այսպես ասած։ Մտանք դռներից ներս, մեկ ես Գևորգն եկավ, սպասեց եկավ մինչև դռները փակվելու ուլնի։ Սենց եկի կայնավ դռների մեջ տեղս, աղ քիթաշ, ու մենք մեռանք իջավ, սաղ ես մետրոյի վագոնի ժողովուրդն էր հետը։ Այդ ինչ էր, գևես ինչ արիր, քիթաշ, յանը քիթը մնաց մետրոյի դռների տակ էլի։ Շատ լավն է։ Իսկ Խորեն Աբրամյանի հետ մենակ այն պատմությունը, որ մի անգամ պատմեցիր, դրանից բացի էլի կա, որ մեկն եմ պատմել։
որ ձեզ դուք։ Հա, չէ, դա լուրջ պատմություն էր, ինչ հումոր։ Կյանքից մեջ այդպես դեպքերում հազվագյուտ է եղել, որի մեջ այդպես դեպք պատահի։ Մի անգամ ես ու Սեպը էլի առաջի հարգից բարձանում ենք Սունդուկյան թատրոնում ենք։ Առաջի հարգից բարձանում ենք 4-րդ հարկ փորձասենյակը մեր 4-րդ հարգում էր։ Մեկ էլ Խորեն Բաբկենիշն էլ իջնում է, իր կաբինետը 3-րդ հարգում էր։ Այս 3-րդ հարգի ու 2-րդ հարկի արանքում աշճանների վրա հանդիպեցինք։ Ասենք բարև ձեզ։ Մեկ է Սեպը չգիտես ինչի ոչ տարա ոչ բերից ինչպես է Խորեն Բաբկենիչ, մեկ է Խորեն Բաբկենիչը նայեց ինձ։ Ինչի մենք այդքան իրար հետ մոտ ենք, որ ինչպես եմ։ Սեպը կապտավ։ Ուզում եմ մտերմություն։ Յանի, լավ, կատակ եմ անում, բարձացիկ փորձի։ Այ շատ դավներ։ Խորեն Բաբկենիչի հումորը вообще ահավոր էր։ Չէր կարած գայր, երբ հումոր արեց, երբ լուրջ ասեց, երբ բան արեց։ Ամենահետաքրքիրն էր, որ այդ ազատման թեման, որ պատմեցի այն անգամ, դրանից հետո որ մեզ ասեց բան արեք, գնացեք շորերը հագեք, իջեք բեմ։ Գնացինք բեմ, ուրեմն Էդմոնդ Քին ներկայացումն էր, չգիտեմ ովքեր տեղյակ չեն, ասեմ, որ բեմի վրա կա կալցո եւ կա կռունկ։ Այսինքն մի հատ օղակի պես է ֆռում, մեկ էլ բեմի մեջտեղն է ֆռում, ընդհանուր բեմն է ֆռում։ Հիմա այդ կալցոն, այդ օղակը պտտվում էր, տեսարան էր, որտեղ ամեն մեկը մի բան պետք է անի, yəni հենց գիտես ոնց որ ընդմիջում լցնելու պես մի բան էր էդի, միջև Խորեն Բաբկենիչը կերպարանափոխվում, որտեղ այդ ներկայացման մեջ ինքը 4 կերպար էր խաղում։ Լիրարքա, Օթելլո, Համլետ, մի բան էլ էր խաղում, չեմ կարծում։ Մի ներկայացման մեջ։ Մի ներկայացման մեջ։ Ինքը Օթելլոն բեմ վրա էր լվացվում, սևից դուրս գալիս։ Վերջը, հիմա այդ կալցոն պտտվում է, ասեց մի բան մտածեք, ինչ պետք է անեք։ Որոշեցինք, ինչ պետք է անենք, մեր ընկերներից մեկին կուրսի պարկացրինք այդ կալցոյի վրա, մենք սկսեցինք կար խաղալ դոշին։ Պահիտակ ինչ անես։ Վերջը, եղավ տեսան անցավ, եկավ կուլիսնից լավ չի, բալը մի հատ ուրիշ բան մտածեք։ Ասինք լավ։ Հետո երկրորդը անկեղծ որ ասեմ, չեմ էլ կարող հիշեմ իսկ ինչ արինք, ինչ որ բան արեցինք, վերցինք պտտացինք սրան բանման, կասեց ջա առաջինը լավ էր։ Էլ մի ձև էր թափեք էլ անցեք առաջ։ Վերջը։ Շատ լավ է։ Հայջան, գնանք բաստուրումա դնենք։ Մենք հա ավելի ոնց որ հյուրասիրության արդեն բանի մեջ անցնում։ Աչքից Դավիթը սովածացել է։ Հա, դե բնականաբար երկար ճանապարհ ենք գտել, եկել ենք ասել ենք։ Հա իք երեսով տաս է։ Գնացինք։ Հաճախ ես պատրաստում Հայկ դու։ Խորոված։ Չէ, տանը ուտելիք կամ չգիտեմ։ Ոչ միայն հյուրերի դեպքում է, որ հա, պատկերացրու, հա։ Սիրում ես։ Այո։ Սենց ասեմ, մնես չի որ կինես պատրաստել չգիտի մենակ ես եմ պատրաստում, բայց շատ ես պատմի կնոջդ։ Բայց ես սիրում եմ պատրաստել, սիրում եմ համով ուտել, բայց ոչ շատ։ Չաղությանս չխափնվես։ Չէ, դե էդի մարդու ոնց որ ասում են բիոլոգիական Այո, սա ես միշտ ասում աշխատանքային մազոլ։ Այո, շատ ես աշխատում։ Հայկ, իսկ քո կարծիքով որտեղից է գալի հայի հյուրասիրությունը, հյուրասեր տեսակը։ Այդ որտեղից է եկել, որ ասում են հայերը հյուրասեր են, հասկացան, գիտենք, մենք մեր մեջ չենք զգում այդ ամեն ինչը, բայց այդ տան ինչ է։ Հայ կոդը։ Այդ կոդից է գալի։ Հայ կոդից է գալի։ Հավատա։ Ես գիտեի, բայց ուզում էի դու ասեիր։ Դեսե ասեցի էլի, գախնիկ չպահեցի։ Շատ լավ է։ Հիմա ինչ ենք պատրաստում, Հայկ։ Հիմա պատրաստում ենք ոնց որ տերնում ես դժվժիկ։ Այո, շշի վրա։ Շշի եւ մաղալի վրա։ Տոլմա։ Հիմա տարբեր ձևով պատրաստում են, ես որ կարող է նույնիսկ դա թխված լինի վերջում էլի։ Չախոբիլի դառնա, չէ։
Չէ, հիմա խորոված ենք անում տավարի ու խոզի։ Այո, հայկական ավանդական մեր Այո, խորովածի տեսակը։ էսի չգիտեմ, ամեն մարդ կարող է չանի, բայց ես սիրում եմ։ Ինչա։ Էս չամանը։ Հա, չամանը շատ լավ անում, շատ համեղ։ Շատերը տավարին են անում, բայց ես մենակ խոզին եմ անում չաման։ Որ տավարի համում է իր տեղը։ Իսկ խոզինը պետք չի թող չամանը լինի։ Չէ, խոզինը ուրիշ էֆեկտ է Մենք տալիս։ սիրում ենք, չէ՞, մեր հայերը սիրում են այդ չամանը, որ պատրաստում են, չնայած այդ մեր խոհանոցից չի, արևելյան խոհանոցից եկած է չամանը, որ պատրաստում Ինչ են։ գիտես։ Գիտեմ։ Մենք արևելքում չենք ապրում։ Որովհետև ընդեղից է եկել։ Ընդեղից են բերել Հայաստան, չի եղել Հայաստանում։ Բայց Հայաստանն անդեղ եղավ, մինչև այդ Գնացել եկել է։ Բա ելք Հայաստանը, այդ արևելքը Հայաստանից չի սկսել։ Վերջը սա հայերից չեն սկսել։ Լավ, դու արդեն շատ պատմություն շատ խորքն ես գնում։ Չէ, խորք չեմ գնում։ Բանն է, ասма շատ ես խորանում, գիտես այդ անեկդոտը, որ մեկի զոքանչի մահանում է, անգերը գալիս է։ Դենում արա, ես զոքանչի աշկը կապուտ, թաղման ժամանակ, բան։ Ես քիթի սենց արյան դաժե հետքեր կան, բան, ես դուդուկահարի, ասում, այդ երկողին են, դապ որ խփում երկում են, չէ, ասում, աղբեր ինչից է մերը, ես երկու ասում, գազից է մերը, ասում, ինչ գազար աշկը կապուտ, քթի ծարուն եկած, շատ ես խորանում, կոնա, դա շատ եմ խորանում, այս աշկից։ Շատ ես խորանում։ Երբ սենց հասկացա այդ ջան, երբ որ տունը հյուր ունես, արդեն հյուր ես ընդունում, ու սիրում ես քո ձեռքով պատրաստել, թե ոչ հաճախ։ Չէ, դա եթե սենց խորոված բանա բնականաբար կնոջից չեմ ասում խո։ Չես վստահում, թե ուղղակի չես ուզում։ Չէ, դե մենք չէ, դա ասա ուրեմն մենք թեվքը դրած ռուս ենք, էլի որ դիկենիկը խորոված անի։ Օրինակ կան շատ կանայք, ովքեր սիրում են խորոված, իրանք պատրաստեն շատ։ Ես չի որ իմ կինը չի սիրում։ Բայց իմ կինը սիրում է, ասենք թե ավելի շատ անդ ճաշեր սարքի, որը որ կանաչ սարքելու ճաշը։ Նե բլինչիկը, որ դու շատ ես։ Բլինչիկը կնոջը պատրաստ։ Այո։ Միջորից կինս լավ սուպեր է սարքում։ Ուզում եմ դաժե այդ ռեստորան փոքր բացեմ, սուպեր է մենակ։ Ձեր քաղաքում թե արդեն հայկական։ Չէ, հենց մեր քաղաքում։ Շատ լավ կլինի։ Հա, տարբեր տեսակի սուպեր։ Այս քեզ չեմ խանգարում, ասես կողքից կանգնել եմ, ասես հարցերով քեզ շեղում եմ։ Մի բան չմոռան։ Աղա, աղա։ Որ խանգարես կասեմ։ Հենց շվսնես ես կգնամ։ Այո։ Չէ, չես խանգարում, դա չէ։ Դավն է։ Շատ հետաքրքիր է, որ ինչ է։ Այս process-ը ես շատ եմ սիրում իրականում, ասես Բաստուրմա դնելը։ Ավելի շատ պատրաստման եղանակն ենք սիրում, չէ՞, այդ կրակի մոտ եւ այլն, քան վերջում որ արդեն դրվում է սեղան սկսում ես ուտելը։ Իմ ջալոց ասեմ, հիմնականում խորոված անողները խորոված չեն ուտում, որովհետեւ կշտանում են քեսից։ Այս ընթացքում, չէ՞, արդեն։ Հա։ Շատ լավ։ Սենց։ Ես եկա։ Բարով եկար։ Ես Բարով եկար սիրուն կերուն։ Երկեր իր հայրենիք ես, խոսիր ինձ հետ ազատորեն, կյանքս կնվիրեմ ես քեզ։ Բաժակով ջուրը դուր այստեղ, շարունակի դու երկեր։ Տեսար իմ հայրենյանց տունը, գեղեցիկ զարդարված բույնը, Եդեմական դրախտավայր, այն կոչվում է Մայր Հայաստան։ Այդ վրազելով ես երկում, լավ երկում։ Ես շտապում եմ։ Ինչի՞։ Չգիտեմ։ Լավ երկի։ Շտապում եմ։ Այս կացախ ենք լցնում։ Ինչի համար, բայց տավարի մսին։ Տավարի մսին, հա, որպեսզի ինքը փափուկ լինի։ Մի պատմություն կա հայի հյուրասիրության մասին, չգիտեմ լսել ես թե չէ, բայց շատ հետաքրքիր էր, ինչա դուր եկավ։ Համ աշխատես, համ լսես այս պատմությունը։ Մի անգամ մի մարդ ցրտին քաղցած մտնում է հայկական մի գյուղ, հենց առաջին պատահած դուռը թակում է, տան տերը, որ նոր պատրաստում է նստել հացի արդեն։ Գնում է դուռը բացում է, ասում է համեցեք ներս, առանց հարցնելու ով է, ինչ է հարցնում եւ այլն։ Կանչում են ներս, նստում են սեղանի շուրջ, հացը կիսում է 3 մասի,
ու նստում են հաց են ուտում, ես հյուրը սենց զարմացած նայում է տանտիրոջ աչքերին։ Նայում ասում է ես եկել էի փորձելու ու հասկանալու հայի հյուրասեր տեսակի մասին։ Հայի հյուրասիրությունն է ես եկել փորձելու, սոված չէ էլի սենց ասած։ Ու շատ հետաքրքիր է այդ պատմությունը, որ մենք հայերս միշտ տենց ենք էլ։ Եթե մեր տունը մարդ է գալիս, մենք միանգամից հացը Գիտես մի հատ խոսք կա, մեծականա թե Աստծո խոսքը չգիտեմ, բայց որ ասում են բաժինդ միշտ շատ է լինի։ Երբ որ դու մեկին բաժին ես հանում, քո բաժինն էլ է շատ անում անկախ իրանից։ Իսկ որ մենակ իրան, տենց էլ մնում է։ Դե հայկական, հա, մեր հայկական մուլտերից էլ կան, չէ, ագահ մարդիկ, որ միշտ տենց են լինում, վերջը լավ չի լինում, դրա համար այո, պետք է լինել հյուրասեր։ Այս փողենք դու սենց մի քիչ մնա։ Այո։ Մինչև մենք կրակը վառենք։ Սիրով։ Հա։ Գնացինք։ Լավ աստված։ Ադես գուշացանոր էլի խիղճը չկդեր։ Ես վախեցա արդեն, բայց քեզ չվախցնի։ Ոյ։ Այն որ արդեն էլ բան չեմ ուզում հարցնեմ այ։ Չես ուզում մի հարցը։ Չէ, բայց ուզում եմ հարցնեմ։ Հարցը։ Ընդհանրապես հիշում ես, չէ՞, հայկական են հարսանիքները այն ժամանակներ, որ անում էին, ասես պալատկա էին, չէ՞, խփում պալատկեքի մեջ։ Վրան, հայրեն խոսացեք խնդրում եմ։ Այո, ճիշտ է, վրան էր։ Հետո Վրանների մեջ այդ հարսանիքը, որ անում են մի քանի 100 հոգով, չէ, հավաքվում են 7 օր 7 գիշեր հարսանիք էին անում։ Այո։ Իսկ քո մեջ տենց մանկությունից տենց հիշողություն կա մնացած այդ հարսանիքներից կամ չգիտեմ հյուրասիրության տենց վերաբերյալ ինչ-որ բան, որ իսկական հյուրասիրություն ես տեսել։ Շատ մեծ հիշողություններ կա, ուրեմն պատմեմ։ Չխփես մեջ։ Չէ, պատմեմ։ Քանի որ մենք տարիքով փոքր ենք ես ու քերուս տղեն։ Մենք այդ հարսանիքների ժամանակ մեր մորքուր երեխեքի, բանի, նաև իմ մեծ եղբոր հարսանիքին տուժվածն էինք։ Գիտես ինչն էինք, սեղանին շիշ մատուցողը, դենվաղ շշերով էր, չէ, ջերմուկ, լիմոնադ, բան, ինչ-որ բաներ։ Տարբեր։ Ու մենք պետք է նենց անենք, դադարք շիշ չներ հանգարց սեղանին, դի բոլորը լիքելներ։ Հատ էլ ողորմածիկ մորքուրի մարդ ունի, մեծ մորքուրիս, ճիշտ երկրորդ մորքուրիս, աղջկա հարսանիքից հետո ասեց, Հայկ ջան, քո հարսանիքին մաղով ջուր եմ կրելու, ցավը տանեմ, ասի ոնց ես մաղով կրելու, նորից է, ես էլ երեխա տղա։ Մենք շշերով տանում բերում ենք, մաղով ջուր եմ կրելու, շատ տանջվելու եմ, էլի։ Հա, հայկական տենց խոսք կա։ Քո համար ամեն ինչ անելու եմ, էլի։ Բա Այն ժամանակ ուրիշ էր, չէ, բայց իրոք։ Դե բնականաբար։ Գիտես ինչ էր, հետաքրքիր էր, որ այդ ադաթներով, բանով, հարսի տուն, փեսու տուն, չգիտեմ, եսիմ։ Հա, բայց ոչ միայն, չէ, այ օրինակ նայ, որ օրինակ գնում ես ուրիշ հարազատի տուն, մի փոքր օրինակ հերու հարազատ, բայց ապրումը շատ հերու էլի գյուղերից մեկում, որ քաղաքից հյուր էր գնում, մեծ պատրաստություն էին տեսնում, չէ, ոչ խար էին։ Տոն էր դառնում, էլի հյուրասիրություն տոն էր դառնում։ Բայց ասեմ քեզ, ընդհանրապես դա ամեն մարդու համար չեն անում, հարգելի հյուրերի համար էին անում։ Դե եթե հյուր է գալիս, ուրեմն արդեն հարգելի է։ Չէ, դե քան անկոչ հյուրեր էին ելնում, ամեն մեկի համար գարջ էին մորտելու այդ մարդիկ։ Բայց շատ հավեսով, սիրով ես պատրաստում, երևի որ մենք ենք հյուրը դրա համար, թե միշտ է սենց անում։ Չէ, հաստատ կա այն փաստը, որ դու ես հյուր ես։ Չնայած ասեմ, որ չսիրեցի, չեմ էլ պատրաստի, ոչ թե անհավես կպատրաստեմ, այլ չեմ պատրաստի պրոստը։ Լավ չէ։ Անկեղծ ասեմ։ Օրինակ շատ հետաքրքիր, շատ սիրուն, շատ սիրով ես զգում եմ այդ սերը արդեն էս բանի շշի վրա է։ Ես կամ անում եմ սիրով, կամ չեմ անում։ Իսկ օրինակ որ քեզ դեր առաջարկեն հայք, ասենց խոհարարի կերպար կամ Okay, կհամաձայնվես ասենց որ։ Ես խաղացել եմ խոհարարի կերպար։ Եվ շատ որտեղ։ Որտեղ ես խաղացել։ Սուրենը Ներսիսյան նկարեց կալամբուր երկու սերանոց բան, բայց
Եթեր չգնաց։ Հա, դրա համար էլ անծանոթ է։ Հա։ Բան կա, YouTube-ում կա։ Հա, YouTube-ի համար։ YouTube-ում կա, բայց ինքը ցանկանում է շարունակական լինել այդ։ Խորարի կերպարով։ Հա։ Մասն խորարի բերելով։ Ինվալիդ ոտս է կաշտալով։ Բայց ամեն դեպքում ինչ ուզում ես արա, մեկը քեզ վերվարածներից են հիշում ու վերջ չէ։ Այդ մնացել է։ Դե գիտես, հա, այնց չի որ սուտ ասեմ, չէ, ինձ նաև հիշում են, երբ որ ես Համլետ խաղացի, դու չեմ խաղացի։ Զորով չի։ Չի, Համլետը վախենալու երբ բան է։ Դե հիմա Համլետը ամեն մարդու բան չի, թթվաթան չի ամեն մարդու բան չի։ Չեմ ասում, որ տային ինձ հաստատ չէի կարող խաղալ, բայց այսինքն եթե արժանանայի այդ հարգանքին, պատվին, որ Համլետ խաղալ, բայց ասելիք ես մի վախենալու են, պատասխանատվությունը շատ մեծ է։ Իսկ այս նոր հեռուստասերիալի մեջ որ կա նմանակների մեջ, ես ինչքանով տեղեկացված եմ, ինչքանով, չգիտեմ ճիշտ եմ թե սխալ հիմա, խոհարարի թե Վարսավիր, թե խոհարար։ Չէ, ես խոհարար եմ, որպես որպես շեֆ-պովեր եմ, բայց հետ եմ գալի Յանի Հայկ Սարատիկյանի նմանակն է։ Հա, նմանակն եմ։ Էլինդեր Բեղմորուկով, բան։ Բայց մի տեսակ որ նայում եմ այդ կադրերից որ Վարսավիր ավելի շատ տաներ էլի Վարսավիրի կողմ տաներ որտեղ Վարսավիրին են չէ՞ sense շատ հարդարված շատ տենց տեսնում Վարսավիրը աշոտն է Գորեն հա այդակ ես խոհարար եմ Էս էլ sense դնում ենք կրակին միանշանակ Can I help you Help you Այ Հայ կոդն այս շշերի վրա Խոստիկ Արմեն Խոստիկյանը պատմում է որ ասացին ձյուսանձը sense բռնած քայլում ենք sense Okay ասում եմ դե Բրիսոն ասեց, ես ինչ եք անում բան, ասեցին սանձը բռնած գալիս ենք, ասում եմ պետք չի, դի ձյու վրա նստեք եւ զինքշեք։ Մենք էլ զինքշել չգիտենք։ Մենք գնացինք զինքշելու դասընթացների։ Մի շաբաթ 10 օր ասում ասես, սովորել ենք արդեն սենց ձյու վրա նստած սենց եկանք։ Ասեցի, իջեք ձիերի վրայից, ես ինչ եք անում։ Իջեք սանձը բռնած, ասում եմ քայլելով գետը անցեք ասում եմ։ Ձեռո։ Հա, ասես գետը անցանք, ասում եմ եկել ֆիլմն ենք նայում, տենանք Խաչատուր Աբովյանի ֆիլմի մեջ այդ բանի դիակը որ անցկացնում են, գետի մեջով, ասում եմ դիակ ենք տանում։ Ընդհանրապես կապ չուներ ձիու հետ էլի այդ նկարը անում է։ Դե օրինակ Ռաֆայել Արտյոմիչը, Քոթանջյանը։ Դե ասեմ որ ինքը շատ ճկուն մարդ էր։ Հա ահավոր ճկուն, յոգայով էր զբաղվում, բան։ Ու շատ առողջ ապրելակերպ էր ինքը ընդհանրապես առողջ ապրելակերպով էր ապրում, այսպես ասած։ Հիմա Ուկրաինայում նկարում է Ռոքսալաննա ֆիլմը։ Անծանոթ։ Հա, բազմասերիանոց Ռոքսալաննա ֆիլմ էր նկարվում, ընդ ինքն խաղում էր Իբրահիմ Փաշա։ Դե ու ական եթե չեմ ամ Գրիշեն ժողովուրդը հանդիսատեսը բան էր, ականջող կար ականջին։ Հա։ Ոսկի sense կալցո ականջող էր։ Ճիշտ է։ Հիմա ինձ էլ դե մեր հայ ժողովրդին գիտես, էլի արա այս բան հա, ականջողը կախում էսյանն։ Դե գիտեն որ ես էլ մոտիկ եմ Ռաֆայել Արտյոմիչի հետ, մի օր ասի Արտյոմիչ ջան, մի բան եմ էլի ուզում հարցնեմ, ասեց ասա Հայկ ջան։ Ասի Արտյոմիչ, այդ ականջողը խիկ կախ է։ Ասեց աղեին ադու, որ ասի այսինքն, ասեց ինչա շատ են հարցնում ես կարող է ընդոնցից է, բան, ասի դե հա, տես մոմենտ կա, բայց դե չի ասեց ցավը տանեմ, էդի բայց քեզ եմ ասում, ասեց մնացածի համար չեմ ասում, ասեց ես որ այդ Ռոքսալանայի մեջ ծավաղ ձի եմ քշում, այդ կլիպսով որ կպցնում են, հա ընկնում է նկարահանման վաղ, այդ պոդքասթում այդ հալուց Կլիպսը ոնց կպահի, կլիպսը գիտես չեն զաժիմով էլի սպիրկի պես են դուր կպցնում։ Ասես դրա համար ասեցի համար ծակի ակունջող գցեք նորմալ նկարահանումները գնա։ Բնական էլի, դերասան պետք է բնական լինի։ Բայց ասեց ով հարցնիկ ասեց հա լավ անում գցում։ Ասի օքեյ, իմ համար կարևորը իմանալն էր մնացածին հետ։
Ժողովուրդ, Աղին ասեցինք, քաշելու ժամանակն է։ խորովածը պետք է քաշենք, հա։ Այո։ Բայց քանի որ չունենք լավաշ, Ունենք, Ունեք? Հայջան, իհարկե։ ի՞նչ լավաշ է։ Դու չգիտես, որ հայ կոդը հաղորդման հովանավորը կարսի լավաշն է։ Դեպեր, Բերել եմ։ դեպեր քաշենք ասում բերել եմ։ Հիմա արդեն մեզ կմոտեցնեն մեր լավաշը, ես գնամ եւ դիմավորեմ։ Ոյ։ Դավիթ ինչքան ես խոսում։ Ով։ Ես։ Բայց մեզ աման էլ է պետք։ Լավ, ես լավաշը բերել եմ, բայց ամանը ես չեմ բերել։ Լավ ամանն է ես գնամ բերեմ։ Չէ, ես կբերեմ, դու մնա խորովածի մոտ որ չվառես։ Վարե։ Ինձ էլ վարե։ Դրաս մենք ու գործ վառելն է, չէ՞։ Հայկա։ Արդեն կարսի լավաշը կտրտած ունենք մեջ, հա, Այո։ մի վարքյան։ Մեր Մենք ջիգարով հայկական Այն որ sense մեջտեղից կիսեն, չէ՞, sense։ Այո, հաբա։ Հելնա է, Հաբա, ալուրը հաբա։ թափվում։ Եվ ալուրով են թխում, չես մացել կարող։ Չէ։ Վայ, Դավիթ ջան, դու ինչքան բան չգիտես։ Այսօր իմացա, որ Եսի քեզի կոնա 1։ Դա միցի ծաղացեք դուք։ Եսի քեզի կոնա 2։ Եսի 2։ Բախ ճուտովի։ Տեն չէ, եկում խորովածը շատ լավ բան է ջան, տույ։ Առանց գինու անհամբար գինին ուրա։ Սեղանինը։ Գինինը սեղանինը։ Ուզում ես ստե։ Չէ, Ինչա։ ես կխմեմ սեղանի շուրջ, այ ջան։ Ապրես։ Մեր Ապրես բալիկ ջան, ապրես։ հայկական ավանդական խորովածի հետ չխմել հայկական ավանդական գինին։ Գինին էլ է հովանավոր։ Հովանավոր, չէ, ավանդական համար։ Իմանան գելի։ Դավիթ կարող է վերջում ես մեր հերոստատիտողները ասեն ջրիկի մեկներ։ Ջրիկ խորոված։ Չէ, խորոված անողն էր ջրիկ խորոված չէր։ Ո, այս լավաշը։ Վայ ճուտողին։ Էսի փոքր աղջկանս է, այսօր մի ախորժակ բայ։ Բայց ես էլ եմ սիրում խորովածի լավաշ, գիտես, չէ՞։ Դե դու խորովածով կուտես էլ մի։ Ես հրաշ լավաշը ոնց կարելի է Դու խորոված։ փոքր երեխա լնես։ Գիտես չէ՞ որ խորովածը քաշելուց առաջ մի հատ հետ բրտես Իհարկե։ Սուտ։ Իհարկե։ Հա դու սկի խորովածը շարելը չգիտեր որ։ Այքան։ Մի օր Հենավ ասում խոսում ճաղը մենք։ Գաս նկարես։ Հիմա որ իմ դպրոցական ընկերները տեսնենք, ասեն Դավիթը դպրոցական տարիքից էր խորոված անում, հայ ջան։ Այսինքն դու փոքր վաղ խորոված անելու ես գնացել։ Այո, ես դպրոցի դասերին չէի գնում, խորոված անելու էի գնում։ Շատ վերջ է, հա, այդ վերջ։ Հրաշք։ Էս էլ սենց։ Ես էլ մեր հայկական խորովածի պատրաստումը, սիրելի հայրենակիցներ ջան։ Դե հայ ջան, Բարով տեսանք։ բարով տեսանք, շնորհակալ եմ ես հյուրասիրության համար։ Հələ որ չես հյուրասիրել։ Հələ որ չեմ հյուրասիրել, բայց շնորհակալ եմ Ես հյուրասիրության դրել եմ, համար։ ճիշտ է։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ, բարով եք եկել, բարով եք եկել, կարելի ասել, քանի որ դու մենակ չես։ Այո։ Հայ օջախը միշտ բաց է բոլոր լավ մարդկանց համար։ Ոնց որ երբ կցանկանաս նորից համեցի կարաս առանց նկարահանման։ Այս նույն խմբով, բայց Դանիո Կանդեր։ շատ լավ, շնորհակալ ենք հայ ջան։ Ողջունեք։ Լավ ունենք։ Նորից մեր ոտքը բարի լինի ձեր տանը, թող Աստված պահապան լինի օջախիդ եւ մի գեղեցիկ երգ սիրով ուզում եմ Վայ, մեծ հաճույք։ քո օջախին, քանի որ քո օջախում ենք բնականաբար, ուզում եմ սիրով երգեմ Աշուղ Աշոտի օջախում երգը։ Հələ։ Դե տեսնենք, չէ՞։ Հələ հավա։ Խմենք։
Սրտան ծարի քո սերն եմ Էս յուր ընկալ օջախում ազնիվ սրտի հուր սիրո Իշատակ կա օջախում միթե սիրտը մութ է քո Չէ որ դու իմ աստղն ես անհուն երկնիշողն առած Կենաց սիրտ կա օջախում անհուն երկնիշողն առած Կենաց սիրտ կա օջախում Դե արի շորորա տաղասեմ նազերիտ օջախս տխուր է առանց քեզ նազելիս ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից խամրում է ոնց ապրեմ ախաչքս քո ճամփին խամրում է ինչ անեմ ախ սիրտս կարոտից խամրում է ոնց ապրեմ Բրավո ապրես Բայց սկզբից դուդուկով դամպայ ոչինչ շնորհակալ եմ եւս մեկ անգամ օջախիդ համար շատ գեղեցիկ ավելսով երգ օջախը տխուր է միշտ առանց հյուրերի առանց լավ մարդկանց իսկ օջախը ուրախ է թե օջախի անդամներով եւ թե լավ հյուրերով թող Աստված տա միշտ քո սեղանը ասես լիքը լինի Հայկ ջան միշտ լավ բարի են սպասված մարդիկ լինեն քո տանը միշտ ամեն առիթ շնորհակալություն հիմա օգտվենք քո Աբա խորոված դեսնենք ու դերի բան է թե չէ նա ինչ եմ վերցնում Չավաղա ջավերթը վերջը